Ցայգը նույնությամբ չէր փոխում կդուրն ու մնացածը, այդ շենքը հսկայական որ առել են, այդպես մի ամիտ։ Սաղ մեր ունեցվածքը խփես այդ շենքի արժողության չափ չկա։ Թե ոնց գցին ձերքերը, ոնց մադել մի ուրիշ տեղ են գնաց, այդպես մի ամիտ։ Ինչ բանից խաբար չեն։ Քանի որ Գյումրիում նաև մեծ խնդիր է տրանսպորտի հարցը, բնակիչները հիմնականում նաև դրանից էին բողոքում, ներողություն հարցից վերջացնեմ, նախ ինչպես է տեղի ունենալու փոփոխությունը եւ օրինակ հնարավոր է Երևանի օրինակով տրանսպորտային բարեփոխումների շրջանակներում ուղևորցը թանկանա։ Ուրեմն իմ օրոք 30-ից 40-ից 70 միլիոն գումար է մտել քաղաքային բյուջե, իմ օրոք։ Ես էլ չգիտեմ այդ գումարները մտնում է թե չի մտնում քաղաքային բյուջե։ Հենց պետք է կամ նայեմ, դա մեկ, այո, տրանսպորտից։ Հետո մեկը կա, բոլորը ճանաչում եք, ասում էին, որ քաղաքի ստայանկեկից մոտավորապես 200 միլիոն դրամ քաղաքի ստայանկեկից գումար կարելի է հավաքել։ Ուրեմն մարդիկ կային, որոնց տվեցին դատարան ձեռքերից վերցրեցին։ 10 տարի է մի կոպեկ քաղաքային բյուջե գումար չի մտնում, 10 տարի։ Այն մարդիկ պայմանագիր էին կնքել, տարվա կտրվածքով գումարներ էին, մոծում ու նորմալ է գումարներ։ Խլեցին մարդկանց ձեռքից, խլեցին։ 10 տարի մի կոպեկ գումար չեն մուծել։ 10 տարի հստակ բարձրաձայն ասում եմ։ Ու այդ անձը բոլորը ճանաչում եք։ Ձեն չի անում, մի քանի անգամ ասել եմ։ Պետք է դրանք անջեմ ասեմ, բա որ այն անգամ խոսում էին այն ժամանակ։ Էս ինչի գումարներ չի մոզում։ Ինչի տեր չես եղել մինչև այսօր։ Սպասեք դա էլ կանեմ։ Ու այսպես շատ բաներ կա, 12 թվականին երբ չառաջաբերվեցիք, այսպես ասած իշխանապողությունը Գյումրիում տեղի ունեցավ, եւ առաջիններից այսպես ասած Սամվել Բալասանյանը եւ պաշտոնը ստանձնեց, վիշճարք, այսպես ասած փաստաթղթեր, Չայկայի պատմությունը։ Այդ Չայկեն ինչ եղավ, հարցրած Բալասանյանի։ Հələ Չայկան որ կար քաղաքի վրա էլ բան չէր նստա, արժեք չուներ այդ Չայկան, մենք գնացեք դել էինք, Չայկա խառնվա, ուր է այդ Չայկեն, ուր է տարե։ Հələ գնա հետաքրքրվի։ Դες ես ձեն չանեցի, չէ, ես չէի ասում այդ։ Հələ դե գնացեք հարցրեք, դե Չայկեն ուր է տարի, այդ տղա։ Դուք գիտեք ուր է։ Չէ, ձեզանից պետք է հարցնենք։ Ես ինչ գիտեմ։ Սարգսյանը Մեսյանն ասում է, որ 4 տարբեր ուժեր են, տարբեր քաղաքական հայացքներով կառավարել չի լինելու, եւս մեկ անգամ սա վերջերս հայտարարեց Երևանում։ Ինչ եք ասում այս մասով։ Ես մի բան եմ ասում, եթե Երևանը չխառնե, եթե այդ քաղաքական տերերը չխառնեն, որ ամեն մի կուսակցության ուրեմն գլուխ գործոցը նստած է Երևանում, եթե իրանք այնտեղից չխառնեն, գյումրեցիները ինձ հետ շատ հանգիստ կաշխատեն, մեծ ու պզդիկ հարաբերությունը պահում են իրենք, չեն կա, այս քաղաքը չի կարող մեծ ու պզդիկ հարաբերությունը չպահի, հասկանալի է, այս քաղաքը այդպես ապրում է, այս քաղաքը հարկում են հարկանք ունեցող մարդկանց, ոչ հարկանք ունեցողներին չեն հարկում, այնպես որ այդ ամեն ինչը նորմալ կգնա, բայց մի կարևոր հայտարարություն էլ ուզում եմ անել։ Դուք լուրջ հարցեր ունեք, եթե չունեք ես ասեմ։ Ես հիմա մի լուրջ հայտարարություն եմ անում։ Ուրեմն հիմա ինչքան առաջադրել եմ տեխնազությունս, մեզ կապում են կրիմինալ։ Դիտավորյալ դա ուրեմն բարձրաձայնում են, դիտավորյալ խոսում են։ Մենք ունենք ինֆորմացիա, որ մեր դիմաց պետք է ինչ-որ վատ արարք կատարեն նորից։ Հիմա հող են նախապատրաստում, որ գցեն նորից կրիմինալի վրա։ Հիմա բարձրաձայնում եմ դրանց։ Եթե հանգարց, նորից եմ ասում, մեզ հետ կապված մի հատ նորից ոտնձգություն արվեց, ուրեմն այդ ամբողջ փաստերը քաղաքում չեն մեջ դուպրոչիմ ասեմ ձեզ, դրսում են աշխարհի բոլոր նախագահներին, իրավական բոլոր հաստատություններին այդ փաստերը գնալու է, թե սրա հետևը ով կարող է լինի եւ ով կարող է սա անի։ Եվս մեկ անգամ ասում եմ, ինչքան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստվում դիմացի կրակոցների։ Բարձրաձայնում եմ եւս մեկ անգամ բոլորիդ ասում եմ։ Այո, մեր անձի նկատմամբ։ Այդպիսի խոսակցություն մահափորձ, մի հատ հասկացի, չես հասկանում։ Ուրեմն նմանատիպ ոտնձգություն 2007 թվականից, որ արեցին մինչև այսօր բացահայտված չի։